Երեք Գյումրու տոնն էր, որքան էլ չուզենք այդ տոնը քաղաքականացնել, այդուհանդերձ այդպես ստացվեց, որովհետև սկսվեց Սրբազանի ուղերձով, այնուհետև հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես շնորհավորական խոսք չի հնչեցրել, մի կողմից էլ հիշում եք նաև Գյումրու ավականում հարցը քննարկվեց ֆինանսավորմամբ ու շատերը դեմ կանգնեցին, որ Սամվել Կարապետյանը ֆինանսավորի այն։ Ուրեմն սկսենք մի նկատառումից, որ երկրի թիվ 1 Հադիգար Հադիկ ղեկավարը 7 տարի է, ոչ շնորհավորում է, ոչ գալիս է համայն հայության երկրորդ քաղաք եւ սա թվում է, թե գյումրեցիները չեն նկատում, բայց դրա մասին փսփսոցները ակնանում են եւ քանի գնում բացահայտ են դառնում։ Շատ կարեւոր է հասկանալ, թե պարզ քաղաքացիական հասարակության մեջ ինչ կա քաղաքականացնելու, այն է համայն Գյումրու տոնի հետ կապված եւ ինչի այդպես վարվել։ Բայց մենք գիտենք, որ ամենափրկչի օրն է գալով հանդես, չմասնակցեց արարողություններին, այդտեղ էլ հարցը քաղաքականությունը չէր, հարցը անձերը չէին։ Համայն հայությունը ունի մի հատ կրկնօրինակ Անի Մայր Տաճարի եւ եթե ինքը այդտեղ չի եղել, այդտեղից է խուսափել, էլ ինչի պատի չխուսափի Գյումրվա օրվան իր ասելիքը կամ անելիքը անելուց, Այդպես էլ այդ մարդը չկարողացավ դառնալ համայն հայության ղեկավարը եւ Հայաստանի մեջ մեծ չինական պարիսպներով տարածքում է, մտապատկերում է ապրում, որտեղ քանի գնում տարածքը փոքրանում է եւ երբ որ ասում են փոքր խմբակ, դրա մեջ ճշմարտություն կա։ Գյումրվա տոնի վերաբերյալ։ Այո, դուք նաև գրառում եք կատարել Գյումրվա տոնի վերաբերյալ, ասելով, որ տարբերվում է նախորդ տոներից, տմբլատաշի չէ, ձեր։ Առհասարակ հայաստանյան բոլոր տոնակատարություններից երեկվա Գյումրվա օրը տարբերվում է։ Ինչով էր տարբերվում։ Ինքը ամենաճիշտը եւ ամենակոնկրետը արտահայտում էր ներկա պահին հայ հասարակության վերաբերմունքը իշխանություններին։ Հայատներ պատգամավորները Գեղամ Մանուկյանը գնացել էր Սրբազանին տեսնելու մեր շատ սիրելի, ով վերց էր տվել, որտեղ չէր ասում շնորհավոր, լավ եղեք, ուրախացեք, ես լավ եմ, ասում էր դուք չեք գիտակցում, որ ինձ փակելով ավելի շատ եք ազատել, ձեր կերս եք ազատել, իմ խժմտանքից եք ինձ ազատել եւ ես դառնալու եմ ավելի կտրուկ եւ ավելի գործնական շատ հարցերում։ Եվ դա հնչում է ամբողջ աշխարհով մեկ, դա հնչում է 30,000 մարդու ներկայությամբ, դա հնչում է համայն հայերեն իմացող հանրության առաջ, իհարկե տարբերվում է, էլի ուրախացան, մեր ջահելները, մենք երազել ենք, որ պետք է ուրախանան, ուրախացան, էլի եղավ ինչ-որ այդ հաճելի վիճակը, բայց ի սկզբանե արդեն իսկ ինքը ուներ իր մեջ շատ լուրջ գաղափարական տարբերություն բոլոր մնացած մեր ունեցած տոնակատարություններից, որոնց ուզեմ թե չուզեմ, որպես այս քաղաքի բնակիչ հետևում եմ։ Ուղղակի այստեղ մի հարց է մնում, թե Գյումրին ումն է, Գյումրին մեր բոլորինն է, Գյումրին ոչ Նիկոլ Փաշինյանին է, ոչ իր ընդդիմախոսներին է, Գյումրին գյումրեցիներինն է, ովքեր արժանապատվության համար կյանք կդան, ովքեր հայ բարի կողքին շատ բան են դրել իրանց կացուտաձևով, իրանց մտածողությամբ, իրանց երեխա դաստիարակելով, իրանց թորմիկ մեծացնելով, ու հիմա ստեղ գալ, այն որ ասում է 3-1 այսօր 2 հայ,
այսպես վարվել քաղաքի հետ, գլխատել քաղաքի հոգևոր դաշտը, մի հատ էլ փորձել ոչ սահմանադրական լեքսիկայով ասել դուրս կշպրտենք ընդրված քաղաքապետին, գիտեք, այստեղ քաղաքականությունը թողնենք մի կողմ մեր ամենատարբեր դիրքորոշումները եւ ամեն ինչը։ Ինչ է Գյումրիում էլ պետք է մի հատ փոքր չինական պատ սարքենք, Փարիզ սարքենք, մեջը տեղավորենք ստեղ իշխանականները, ստեղ ոչ իշխանականները, ընդեղ էլ անտարբերները, հա։ Սա ակնհայտ քաղաքը եւ հանրությունը մասնատելու, բայց արդեն տխրահրճակ փորձ է, որովհետեւ անցյալ տարվա հոկտեմբերից երբ Փաշինյան Նիկոլը տեսավ, որ իր թիմում խնդիրներ կան, որի արդյունքում սկսեց իր թիմում վերանշանակումներ անել, հա, ուժայիններ հանեց, չգիտեմ, այնտեղ ամենատարբեր պրոցեսներ հայտնի ընթացան, այդտեղից հետո ինքը արդեն ոտքերի տակ ող չունի այդ օրը։ Արդյունքում ընդամենը քանի գնում փորձում է իրավիճակը շտկել, բայց հակառակ էֆեկտի է հասնում։ Հա, ոչինչ, իր էջի հավանությունների քանակը 200-400-ից դարել է 3000-5000։ Բայց ցանկացած TikToker դրանից 50 անգամ շատ է վերցնում։ Ցանկացած Facebook-յան մի հատ edge fake դրանից 10 անգամ շատ է վերցնում։ Եվ ինքն էլ գիտի այդ իրականությունը, հատկապես վերջինս քաղաքական դեպքերը, այս սպանությունները, այս անընդհատ անվերջ քրեական լարված իրավիճակն ու մթնոլորտը Հայաստանով մեկ եւ գումարենք նաեւ իր թիմակիցների յուրահատուկ ընդգծված ագրեսիվ բառապաշարը, չէ, ինքը ասաց մենք հակադարձել ենք սրանից հետո, հələ հակառակ հրամանը չի տվել, հակառակ հրահանգը չի տվել։ Եվ մարդիկ խոսում են, ինչ ասեմ, կողքից նայում եմ, որպես տարիքով ճերմակ մազերով մարդ, ասում եմ, լավ, բա հետոյի մասին մտածելը որն է, ինչի համար է, ուզեք, չուզեք, վաղը մյուս օր այս քաղաքում, այս երկրում իրար կողքի ապրելու են։ Կոնկրետ այս դեպքում, երբ որ շնորհավորական ուղերձ չի հղվել, դա կապված է անտիմադիր քաղաքապետ ունենալու հետ, թե առհասարակ նրանց ընկալումն է, որ քաղաքն է անտիմադիր կեցվածքով, թե այստեղ դերակատարություն ունի այն հանգամանքը, որ բարերարի ֆինանսավորմամբ նշվեց տոնը։ Ստեղ կան մի քանի հանգամանքներ, առաջինը այո, Գյումրվա իշխանությունը ընդդիմադիր է եւ չի տակցնում դա, եւ դրա մասին խոսում է բարձրաձայն, քաղաքապետը խոսում է դրա մասին բարձրաձայն, իր դիրքորոշում պարզ, առանց բազմակետերի արտահայտում է, հա։ Երկրորդ, Նիկոլը ինքը տեսել է, որ ինքը կամաց մեկուսանում է հասարակությունից եւ ինչ էր այսօր պատիժ մի քաղաքի բնակիչներին, որի թեմակալ առաջնորդին դրանից մեկ օր առաջ 2 տարի բանդարկություն է նշանակվել։ Եվ երրորդ, մեր ձևով շարժումը դինամիկ, առողջ, տրամաբանված քայլերով հանրության մոտ իր վարկանիշը հաջեցնում է։ Եվ Գյումրիում այդ ծախսերը հոգալը նման մեծ միջոցառում անցկացնելը պետական մենաշնոր է միշտեղ, պետությունն է միջոցներ տվել, կառավարությունը այս դեպքում համայնքը իր ուժերով էլի արել, շատ բաներ են կարել ստեղ, հրաշալի բաներ են կարել, բայց այդ մագարտակն ու այդ ընդգրկունությունը չի ունեցել։ Եվ իրանք է գիտեին, իրանց պետք չի դերամտնորեն նայել, իրանք կանխակալ գիտեին, որ այդպես է լինելու, մեծ միջոցառում է լինելու, ու սա էլ իր հետ։ Բայց ամենահետաքրքիրն է, որ արդեն մի տարի երեխեքը ուրախանում են, երեկվա տոնից հետո իրանք ճայթուններն են
խաղացնում, թողանեն ոչինչ։ Հա։ Մի տարի արդեն անվերջ տեղական մակարդակում իշխանությունը ծախողում է, բայց կա ամենագլխավոր եւ վճռորոշ հերթական գիծը, որը հարցականի տակ է, դա Իշխմիածնի հավականու ընտրություններն են, որտեղ որևիցե մի բանի ենթադրում են, որ պետք է չկարողանան հասնեն, կամ եթե հասնեն, պետք է սկսեն արդեն քաղաքական ինչ-որ մեթոդները փաստել։ Լավ, Իշխմիածինը թողնենք, ելի անդրադառնանք մեր քաղաքին, որպես արդեն մշակութային գործիչ եմ հարցնում ձեզ, ընդհանուր առմամբ այդ համերգային ծրագիրը կարելի է համարել հաջողված, երկիշների ցանկ է կամ ծախսերը, որոնք արվել են, արդարացված են ինչ-որ բան այս առումով Գյումրեցու ճաշակը նաև զարգացնելու բավականություն նման մասսայական եւ խոշոր միջոցառումների ժամանակ ես ունեմ մի հատ գնահատական, անում ենք այն ինչ կարող ենք, անում ենք տվյալ պահի, արվում է տվյալ պահի լավագույնը, վաղը կարող է պատահի ելնելով այս մակարդակից նիշից արվի ավելի լավը, բայց այն որ այսօրվա վիճակով Գյումրվա հասարակության Գյումրեցու երկու կարևոր հարցերի պատասխան երեք տեղի է ունեցել այստեղ, ընդ որում առանց քաղաքական, այսպես ասած, վայրիվերումների, ժողովուրդը տեսավ իր դժգոհության արձագանքը, համոզվեց, որ մենակ ինք մի հոգի չէ, որ տանը բողոքավոր է այսօրվա կատարվածից։ Ժողովուրդը տեսավ, որ ինքը անգամ այս դեպքում սրբազանից լքված չէ։ Եվ երկրորդ ուրախացան։ Միջոցառումները բնական է, որ միշտ անգամ կա ավելի լավ անելու, չէ, ձգտումը պետք է անենք, բայց այսօր մենք կարող ենք անել դա, եւ դա արվել է լավ, ավելի լավը կլինի հետո, այլ բան է, որ ի սկզբանե մի ամիս է, իրականությունն էր ասում, որ սիրու հավես չկա էլի սրբազանի դեպքերի հետ կապված, այսօրվա երկրի հետ կապված հարցերով, եւ հենց իշխանությունը պնդեց, չէ, պետք է անեք, ու արվեց այնպիսի մի բան, որ փոխանակ ավելացներ իշխանության, այսպես ասած, վարկանիշը, ավելացրեց ընդդիմության վարկանիշը։ Այսինքն բոլոր իմաստներով բացառիկ էր երեկվա Գյումրվա քաղաքի տոնը այն պահով, որ ինքը սովորական քաղաքի տոն տրամաբանության մեջ չանցավ։ Ինքը ասելիք էր, կորեկտ, ուժեղ ասելիք էր գյումրեցիների անունից։ Նաև հայրենասիրական հայրենասիրությունը եւ հայրենիքի հետ կապված այդ խնամքը, մտահոգությունը եւս դուք բացեք, կարտացեք մարդկանց գրառումները։ Ոչ մեկը չի բավարարվել, անգամ մեծ շնորհավորողները չեն բավարարվում նրանով, թե վայ Գյումրվա տոնն է, շնորհավոր, գալիս են խմելու, հաց ուտելու, չէ։ Մի քիչ այլ բնույթ էր, եւ դա է մեր երկրի Հայաստանի եւ Նիկոլի Սարգսյան-Չինական պարիսպների արդյունքն է։ Իրանք իրականությունից վաղուց կտրված են, իրանք ընդամենը ունեն խնդիր հետ վերադառնալու իրականություն, բայց չեն անելու դա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բոլորի վարչապետ այդպես էլ չի դառնում եւ չի էլ դառնալու։